Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյան զորավարժարանում մարտի 15-ին տեղի ունեցավ Հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարը։ Ողջ հանրապետության տարածքում 300 մասնաճյուղեր ներկայացնող մոտ 1100 պատվիրակներ ժամանել էին մասնակցելու այս իրադարձությանը։ Ձեզ եմ ներկայացնում Հայոց նախագահ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի Հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարին ուղղված ջերմ ողջույններն ու շնորհավորանքը։ Հայրապետական օրհնության խոսքը բերեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը։ Այսօր նաև հայ ժողովրդի պատմական հարատևության, ոգու և վրիժառության խորհրդանշական օրն է։ 1921 թվականի հենց այսօրը մարտի 15-ին հայ ժողովրդի վրիժառու բասկի մահաշունչ հարվածը գետին տապալեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին, Թուրքիայի մեծ վեզիր Թալլատ Փաշային։ Մեր համագումարը հարգանքի ու մեծարման տուրք է տալիս նաև Նեմեսիս ազգային վրիժառության բոլոր հերոսներին։ Համագումարի հարգարժան մասնակիցներ, Հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարը հրավիրվել է Հայոց պետականության ու հայ ժողովրդի համար բախտորոշ ու էվոլյուցիոն զարգացումներով հարուստ պատմական ժամանակաշրջանում, երբ ընդունվում են վճռորոշ ու ապագային միտված կարևորագույն համապետական օրենքներ ու որոշումներ, չնայած ներքին ու արտաքին մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին վերջին 6 տարիների ընթացքում հաջողվեց ապահովել հայոց պետականության բնականոն զարգացումն ու գործունեությունը, խոսքի ու մամուլի ազատության բարձր մակարդակը, ժողովրդավարական ու հասարակական շարժումների ակտիվացումը և ընդդիմադիր ուժերի անարգել ու օրինական մասնակցությունը համապետական որոշումների քննարկմանն ու ընդունմանը, հասարակական լայնամասշտաբ քաղաքացիական շարժումների գոյության փաստը հանրապետության նախագահի անդուլ ու տեխնաջան գործունեության արդյունք է։ Հայոց նախագահի բարձր հովանու և ուշադրության ներքո օրեցօր հզորանում են պետական ու հասարակական կառույցները, ամրապնդվում են կուսակցություններն ու հասարակական շարժումները, հաստատվում են բազմակարծիքության առկայությունը և մարդու համակողմանի ազատությունները։ Հայաստանում ներքաղաքական զարգացումները կատարվում են արտաքին բարդ քաղաքական գործընթացների ու թշնամական սպառնալիքների ներքո։ Կնքված զինադադարը հորինված Ադրբեջանի կաթնասեր ղեկավարների հետ դեռ խաղաղություն չէ, և պատերազմը կսկսվի այն պահին, երբ մեր դարավոր թշնամին կզգա մեր թուլությունն ու հասարակական անմիաբանությունը։ Հայ ժողովրդի անկախ գոյության ու ինքնիշխան հպարտ ապրելու երկու կարևորագույն նախապայմաններն են։ Հայոց պետականության և հայոց նախագահի շուրջ մեր միասնությունն ու հիրավի մարտունակ ազգային բանակը։ Հիշենք, մենք 5000-ամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, և մեր բոլոր պատմական ու տարածքային կորուստները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ մենք կորցրել ենք մեր միասնությունը, պետականությունն ու պայքարի ոգին։ Նոր պատմական մարտահրավերներին ընդառաջ պետք է ավելի սերտ համախմբվեք մեր պետականության, հայոց նախագահի և հայոց ազգային բանակի շուրջ, հանուն մեր հաղթական ու ինքնիշխան հարատևության։ Հայոց արծիվներ հասարակական հայրենասիրական կազմակերպության գլխավոր նպատակը եղել և մնում է անմնացորդ նվիրումն ու անդավաճան ծառայությունը հայոց պետականությանն ու հայ ժողովրդին, հայոց բանակին ու հայրենիքի պաշտպանունակությանը, յուրաքանչյուր հայ ընտանիքին և սահմանապահ հայի օջախին։ Հայոց արծիվները անվերապահորեն ծառայում և ծառայելու է հայոց պետականությանն ու հայ ժողովրդին և վերջ։
Հայոց արծիվների 3-րդ համագումարին ներկա էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, ազգային ժողովի падգամավորներ, համալսարանների ռեկտորներ, անվանի մշակութային և հասարակական գործիչներ։ Յուրաքանչյուր հասարակական գործունեության հիմքում ընկած է ազգային գաղափարական հենքի ստեղծումը յուրաքանչյուրի թե պետական այրերի իր ֆունկցիոնալ պարտականություններին զուգահեռ համապատասխան մթնոլորտի ստեղծման, թե յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու առջև մտածելու մեր երկրի ապագայի համար։ Այդպիսի գործունեություն է ծավալել նաև Հայոց արծիվներ հասարակական հայրենասիրական կազմակերպությունը, որի ակտիվությունը և միջոցառումների ցանկը և ընդհանուր առմամբ լարված աշխատանքը աննախադեպ է։ Աննախադեպ է նաև այսօրվա համագումարը և այն գործունեությունը, որ ծավալել է ձեր հասարակական կազմակերպությունը, բավականին լուրջ աշխատանք է և բավականին գնահատանքի է արժանի մեր ժողովրդի կողմից, որովհետև այն նպաստում է մեր պետականաշինությանը, այն նպաստում է մեր հիմնական գործունեությանը և նաև մանավանդ հայրենասիրական դաստիարակության, ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարվող աշխատանքները նպաստում են ոչ միայն բանակի, այլ նաև մեր երիտասարդության հայրենասիրական վսեմ հատկանիշներով օժտելը։ Հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 4 տարի առաջ հայոց պետականության ամրապնդման գործում սեփական ներդրումն ունենալու համար։ Հրավիրված համագումարի օրակարգում էլ կարևոր տեղ էին զբաղեցնում կազմակերպության նախագահի, ղեկավար կազմի, խորհրդի անդամների և վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունները։ Այս 4 տարիների ընթացքում հայոց արծիվների իրականացրած մեծածավալ աշխատանքները կազմակերպվել են հենց Խաչիկ Ասրյանի ղեկավարությամբ ու ջանքերով, և այսպես նա էլ վերընտրվեց կազմակերպության նախագահի պաշտոնում։ Հայոց արծիվներ կազմակերպությունը իր 3-րդ համագումարում հռչակում է ապագա գործունեության գլխավոր նպատակներն ու ուղղությունները։ Առաջին, Հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը այսուհետ ևս նպաստելու է Հայաստանի Հանրապետության օրենքների և պետականամետ հայրենապաշտ գաղափարների անշեղ ու համակողմանի իրականացմանը։ Երկրորդ, Հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեծ եռանդով շարունակելու է իր համագործակցությունը պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվական միջոցների հետ, հանուն օրինականության, ժողովրդավարության, հանուն համայնքների զարգացման ու սահմանամերձ գյուղերի ամրապնդման և հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցության։ Երրորդ, Հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը անդուր ու կատաղի պայքար է մղելու կոռուպցիայի, այդ թվում կաշառակերության ու պրոտեկցիոնիզմի դեմ։ Չորրորդ, Հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կշարունակի և կընդլայնի համագործակցությունը Հայոց ազգային բանակի հետ, հանուն ազգային բանակի անընդհատ հզորացման և մեր հայրենիքի պաշտպանունակության բարձրացման։ Այդ նպատակով նոր թափ կառնեն այցելությունները զորամասեր, սահմանագծի մարտական հենակետեր և հայրենիքի սահմանները պաշտպանող սպաներին, պայմանագրային զինծառայողներին, զինվորներին, Արցախյան հերոսամարտի վետերաններին ու նրանց ընտանիքներին։ Հինգերորդ, Հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայկական բարձրավանդակում գործող ամենամասսայական ազգային պետական հայրենասիրական գաղափարներով առաջնորդվող հայրենասիրական շարժում է և մեր նպատակն է լինելու կազմակերպության շարքերը շարունակել համալրել նվիրյալ պետականամետ և հայրենատեր հայորդիներով։ Վեցերորդ, Հայոց պետականության անընդհատ զարգացման, այդ թվում նաև ազգային բանակի հզորացման գործընթացներին անընդհատ մասնակցելու ժամանակ անվերապահորեն կատարել Հայաստանի Հանրապետության նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի բոլոր հրամաններն ու որոշումները։ Յոթերորդ, Հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայ ժողովրդի պատմական հայրենիքի, հայկական բարձրավանդակի արժանավոր ժառանգորդն է և հզոր ու միասնական Հայաստան ունենալու պահանջատերն
ու իրականացնողը։ Անձամբ իմ եւ Հայոց արծիվներ կազմակերպության անունից խորին երախտագիտություն եւ շնորհակալություն եմ հայտնում Գերագույն գլխավոր հրամանատար Հայոց նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես Սյունյաց արծիվներ կազմակերպության կայացման եւ հզորացման, այնպես էլ Հայոց արծիվներ կազմակերպության կայացման եւ հզորացման գործում բացառիկ ներդրում ունենալու համար եւ մեր բուռն ծափող ջուները հարգարժան Հայոց նախագահին Համագումարի հաջորդ կարևոր իրադարձություններից մեկն էլ պարգևատրումն էր որպես երախտագիտություն Հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեությանն աջակցելու համար։ Խաչիկ Աթսերյանը ուժի եւ հզորության խորհրդանիշ ոսկեզօծ սուրը հանձնեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Կազմակերպության խորհրդանիշ արծիվը փոխանցվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Իսկ կազմակերպության բարձրագույն պարգևով Հայոց արծիվ ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ գրող հրապարակախոս Արցախի հերոս Զորի Բալայանը։ Այնուհետև կազմակերպության նախագահության անդամները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով արժանացան խրախուսական պարգևների։ Հայոց արծիվներ զգաստ լսեք իմ ուղերձ հրամանը, միշտ գիտակցեք, որ դուք յուրաքանչյուրդ պարտավոր եք նաև հասարակական հիմունքներով դերակատարություն ունենալու, ինչպես ազգային բանակի անընդհատ հզորացման, ինչպես Հայոց նախագահի ամենօրյա օրհնաբեր գործունեության, այնպես էլ Հայոց պետականության անընդհատ զարգացման գործընթացներում այնչափ, որ երբևէ չափավորելու կարիքը լինի, միշտ գիտակցեք, որ մենք հայերս սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև անընդհատ հզորացնելու հայկական բարձրավանդակը կերտելով մեծ եւ հզոր Հայաստան։ Կեցեք դուք, կեցե հայ ժողովուրդը, կեցե ազգային բանակը, կեցե Հայոց նախագահը, կեցե հայոց անկախ պետականությունը։ Հեշտ չի ժամանակակից աշխարհում, ժամանակակից պայմաններում հանրային հասարակական նշանակություն ունեցող աշխատանքների իրականացումը եւ այստեղ հատկապես Հայոց արծիվներ հասարակական կազմակերպությունը միշտ աչքի է ընկել իր օրինակելի դերակատարմամբ, ընդգրկելով հանրապետության բոլոր տարածքները, ունենալով բավականին ծավալուն լայն աշխարհագրություն, մասնակից լինելով հանրային կյանքի բոլոր կարևորագույն գործընթացներին առաջին հերթին ուշադրությունը սևեռում է երիտասարդության դաստիարակության, երիտասարդություն բանակ, երիտասարդության պետականամետ մտածողության սերմանման, հանրակրթական հաստատությունների հետ սերտ եւ անմիջական աշխատանքով, աջակցությամբ եւ բնականաբար նաեւ այն միասնական մտածելակերպի, միասնական գործողությունների եւ նաեւ երիտասարդության շրջանում միմյանց նկատմամբ ընդհանուր արժեքների շուրջ հարգանքի դրսևորման, որը պետք է շատ կարևորել։ Համագումարի պաշտոնական արարողություններից հետո պատվիրակները շրջեցին զորավարժարանում, ծանոթանալով բացօթյա ցուցադրված զինատեսակներին, ապա քայլեցին դեպի Հրացի քարան։ Տոնակատարությունն ամփոփվեց կրակային պատրաստության իրական դասով, մարտական փամփուշտներով։ Կրակային պատրաստության դասին հետևեց անձամբ Խաչիկ Աթսերյանը, ապա ինքն էլ մասնակցեց հրաձգությանը որդու հետ։